Վայոց ձորի նախալեռնային գոտում գտնվող հարուստ բուսականությամբ եւ բարենպաստ կլիմայով Մալիշկան դարձել է հայկական մեղվաբուծության ակտիվ զարգացող կենտրոններից մեկը։ 2008-ին 5 մեղվաընտանիքով սկսած Երվանդ Նազարյանն արդեն 50-ի է հասցրել, որը շուտով կկրկնապատկի։ Պետակները համարակալում էի, նաեւ նշել եմ 99 մեղվաընտանիքի թիվը կոնկրետ, որպեսզի հասնենք այդ ցուցանիշին։ Ընտանիքում առաջինն էր, որ մոտեցավ մեղվափեթակին, ինքնակրթվեց, սովորեց մեղվաբուծության դարբնոցում, խորհրդակցեց գյուղի փորձառուների հետ։ Տեղեկանալով ՄԱԶԾ կայուն համայնքների հանի-մանի ծրագրի մասին, անցավ մրցութային փուլն ու ստացավ աջակցություն գործն արագ զարգացնելու համար։ Անսովոր էր, անբարդ էր, անցնելով քննությունները ստացանք սարքավորումների UNDP-ի կողմից ու հիմա շահագործում ենք։ Ճիշտ ասած, ստացած օրվանից, հաջորդ օրվանից սկսել եմ շահագործել, մինչև օրս շահագործում եմ։ Ասում է նոր սարքավորումներով արտադրամասն այնքան է հեշտացրել գործը, որ այժմ թիրախում ոչ թե 100, այլ մի քանի 100 մեղվաընտանիք ունենալն է։ Արտադրությունը դարձել է մաքուր, սննդի անվտանգության նորմերին համապատասխան, ինչի շնորհիվ մեղրից ստացել է մի քանի արտադրանք ու մասնակցել տասնյակ ցուցահանդես վաճառքների։ Մեղրամոմը կառուցվում է սրա մեջ։ Շատ դժվար աշխատանք է, ես ճիշտ ասած ամեն անգամ փորձելիս մտածում եի կարամ անեմ, բայց երբեք չեմ հանձնվել։ Թեկուզ չի եղել, ասենք 2-3 տարի ես փորձարկել եմ, չի եղել, ես չեմ հիասթափվել։ Եթե մարդը ուզում է ինչ-որ բանի հասնի, պետք է միշտ առաջ նայի ու երբեք չպետք է նայի։ Վայոց ձորում ծրագիրն իրականացնելու անհրաժեշտությունը առաջացել է ելնելով մարզի ներուժի եւ առկա խնդիրների ուսումնասիրությունից։ Ծրագրային թիմը պարզել է, որ թեև կան տասնյակ մեղր արտադրողներ, նրանցից քչերն են գործում սննդի անվտանգության ստանդարտներին համապատասխան պայմաններում։ Գտանք այնպիսի շահառուների, որոնց որ պոտենցիալը գնահատեցինք, որոնք անցան քննական փուլերով, մրցութային փուլերով եւ իրենց մոտ հիմնվեց սանիտարահիգիենիկ պայմաններին եւ նորմերին համապատասխան արտադրամասեր, հա նախամուտքով, դակտերով եւ այլն, ամեն գույքով։ Ըստ Արման Բալեսյանի, այստեղ մեղվաբուծությամբ զբաղվել են իմացածի չափով առանց տեխնիկական պայմանների եւ շուկայավարման մոտեցումների, ինչի համար էլ ծրագիրը կարեւորել է ոչ միայն տարածքի եւ սարքավորումների տրամադրումը, այլև աջակցությունը արտադրանքը դարձնելու մրցունակ ու ներկայանալի շուկայում։ Տարիների վեր Հայաստանում ճանաչվել է որպես ինքնազբաղվածության կամ եկամուտներ, հավելյալ եկամուտներ ստեղծելու լավ աղբյուր, հիմա մենք իրեն ոնց որ ավելի օֆիցիալ եւ ավելի շուկային տեսանելի պրոդուկտի տեսքով ենք ներկայացնում։ Երվանդը մտածում է նաև այլընտրանքային մեղվաբուծության մասին, օրինակ մեղում պահել կարասի, հողի մեջ կամ փեթակում առանց մեղրահացի։ Ծաղկանուշ Միրզոյան, Լիպարիտ Ասետրյան, լուրեր։